Փառք Նժդեին, խոսելու եմ Ռուսաստան-Հայաստան դեռևս մնացած եւ ինչու՞ չէ նաեւ Նիկոլիորոկ ավելի խորացած կապերի մասին, կործանվող Ռուսաստանի եւ այդ կապերի վնասակարության Հայաստանի համար վնասակար հետևանքների մասին։ Բայց մինչեւ այդ ես ուզում եմ մի փոքր անդրադառնալ հայաստանյան ներքաղաքական իրավիճակին եւ տեսնում ենք, որ մարդիկ ինչ-որ դաշինքներ են կազմում, ձեռքսեղմումներ են անում եւ արդեն ոչ թե մտածում են խորհրդանում հայտնել, արդեն իրենց պատկերացնում հայտնել են խորհրդանում քիչ չէ, արդեն որոշում են, թե իրենց հետ ով է անցել, ում հետ պետք է իրենք համագործակցեն այնտեղ, ում հետ չեն համագործակցելու։ Նման այս այսինքն ռեժիմի նկարած մուլտիկի մարդիկ արդեն իրենց թվում իրենք այդ նախագծի մեջ կան, եթե թվում է իրենց, որ իրենք այդ նախագծի մեջ կան, ուրեմն այդ մուլտ ֆիլմի, որ պետք է նկարահանվի, դրա այդ սցենարի մասնակիցներից են։ Ես ուզում եմ բացել փակագծերը, ամանավանդ իմ եթերների ժամանակ գրառումներ են լինում, բա ինչու՞ չեք սրա հետ ներգրավում սրան, ասենք կլոր սեղանի շուրջ կամ Բևերի հետ, կամ դուք ինչու՞ չեք սրա հետ համագործակցում, նրա հետ համագործակցում։ Ուղղակի ես մի պարզ բացատրություն տամ։ Մենք բոլորս գիտենք Հայաստանում, Թուրքիայում, Ամերիկայում, Ռուսաստանում բոլորը գիտեն, որ Վիլսոնի իրավարար վճիռը բարձրաձայնել է առաջինը, այդ արխիվի ցանել է Արա Պապյանը։ Ու այդ հանելու օրվանից մինչ օրս ինքը զարգացնում է այդ նյութը։ Նորանոր տեղեկություններ, վավերագրական փաստաթղթեր, հա, սրա խոսույթը, նրա խոսույթը, սրա նամակը, սրա ցանկությունը, ամեն ինչ բերել գիրք է, չէ՞, կազմել ու բայց դեռ չի բավարարվել։ Այսինքն ինքը ամբողջովին պատկերացնում է Վիլսոնի իրավարար վճիռը եւ հասկանում է դա ոնց պետք է օգտագործենք իշահ Հայաստանի։ Հիմա եթե ինչ-որ մեկը ուզում է Վիլսոնի իրավարար վճռով զբաղվել, իմ պատկերացմամբ պետք է դիմի Արա Պապյանին, չէ՞։ Ասենք մարդը ճանապարհ է անցել։ Ոնց որ մեկը մեքենա է սարքել, ինչ-որ մեկը եթե ուզում է 0-ից մեքենա սարքի եւ տեխնոլոգիան ծանոթ չէ, պետք է գնա այդ մարդուց ինչ-որ մի երկու բան հուշում ստանա, չէ՞։ Հիմա մեր քաղաքական դաշտում հայտնվել են երիտասարդներ, ես դրանց կասեի նույնիսկ դեղնակտուցներ։ Մեկը չի է, երկուսը չի։ Ասենց բարձր խոսում են Վիլսոնի իրավարար վճռից, հիմա այս վճռով հարվածելու են Ադրբեջանին, Թուրքիային, սկացին տեղ օգտագործում են։ Բայց ասենք մանրամասների տեղյակ չեն, ես համոզված եմ, էլի, որովհետև չեն խորանում, Պապյանի պես չեն խորանում ամսաթվով, օրով, ժամով, երբ ինչի համար ով որ կողմը դեմ եղավ, որը կողմ եղավ, ով ինչ արտաբերեց, ով համաձայնություն տվեց, ինչի համար սա տեղի ունեցավ, որ երկրի համար էր սա ձեռնտու, որ հասկանում եք, քաղաքական իրադարձությունը ինքը ամբողջությամբ 100 տարի առաջ ինչ տեղի ունեցել, 105 տարի առաջ, ինքը ամբողջությամբ ունի եւ գիտի բոլոր երկրների դիրքորոշումները։ Եվ գիտի այսօր ոնց պետք է վարվի, որ այդ դիրքորոշումները եթե հակահայկական են, փոխվեն դրական, կամ եթե իօքուդ մեզ են զարգանան։ Դրա տիրապետողը Պապյան Արան է, որովհետև ինքն է զբաղվել, ինքն է մտել Ամերիկայի արխիվը, գնացել եվրոպական արխիվներ, չգիտեմ, ես իմ ուր, որից մեկը չի գնացել, փող չի ծախսել այդ արխիվները մտնելու դուրս գալու համար։ Դրանք էլ են փող արժեն։ Հիմա եթե մեկը տեղից վեր է կենում ու խոսում է Վիլսոնի իրավարար վճռից ու դեմ է հանդես գալի Պապյանին, մենք ոնց ընդունենք այդ մարդուն, ասենք դու Վիլսոնի իրավարար վճռից ես խոսում, ուրեմն լավ մարդ ես։ Ուղղակի պետք է հասկանալ, որ այդ մարդը եկել է, որ այդ Վիլսոնի իրավարար վճռով մտնի քաղաքական դաշտ, իրեն էլ հնարավորություն են տալիս, որ լսարան են տրամադրում, որ ինքը խոսի, այսինքն մարդկա չգիտի Վիլսոնի իրավարար վճռի մասին, Պապյանի մասին, այդ մարդուն են հնարավորություն տալի խոսի, վերցնի իր վրա, որ հետո մի օր լսեն Պապյանի մասին, կասեն, հա, ես էլ ես սկսել օրինակ էլի Վիլսոնի իրավարար վճռից խոսել։ Ու այդ մարդիկ, եթե իրենք եկել են, ասենք, մտել են քաղաքական դաշտ եւ Վիլսոնի իրավարար վճռից են խոսում ու չեն մոդենում Պապյանին կամ չեն ասում համագործակցենք, ուրեմն նրանց նպատակը Հայաստանը չէ։
Պապյանը անում է հանուն Հայաստանի։ Ինքը Կանադայի քաղաքացի է, ինքը ոչ պաշտոն է ստանալու, ոչ այն է անելու, ոչ այն է անելու։ Մարդը անznորած հայրենիքի համար է անում։ Իսկ այն մնացածը ուզում են խլել դա եւ դեռ այլ ուղղությամբ տանել, դու ասես դե չեղավ, դա ոնց որ Մոսկվայի պայմանագիրն ավելի ուժեղ էր։ Օրինակ, այն որի վրա Ալիևը թքեց արդեն։ Հիմա գանք ես եզրակացման, եթե ինչ-որ մեկը խոսում է Վիլսոնի իրավարար վճռից ու Պապյանին դեմ է, կամ լավ դեմ էլ չի գրում Պապյանն այդ համագործակցության, նշանակում է ինքը եկել է խանգարելու։ Եվ ոչ ավել, ոչ պակաս, եթե ինքը եկել է սլավոնական, ռուսական համալսարանի որպես դասախոս է այնտեղ աշխատում, ու ինքն է մտել այդ խաղի մեջ։ Հասկանում եք, չէ՞, սլավոնական համալսարան Հայաստանում գործող, ռուսական։ Դեղի դասախոսը մտել է քաղաքական դաշտ, շռնդալից գնում է, ասած ուղղակի բան, ինչ-որ չափաբաժին բառը շատ է օգտագործում, քաղաքական չափաբաժիններով, սենց խոսքեր բաց թողելով, այսպես բաներ, ծափեր գրավելով, բայց երբ որ կա գործելու պահը, որ ասեն, այս էշը, այս էլ մախատը, դե մտցրա, չի կարողանալու, բնականաբար չի կարողանալու։ Ինչևից է, ես ուզեցա հասկացնեմ, որ երբ որ դուք ասում եք ինչու սրա հետ անուն չտվեցի, բայց ինձ թվում է գլխի եք, բա ինչու չեք սրա հետ համագում, ժողովուրդ ջան։ Էս է վիճակը։ Հասկանում եք, ոնց որ ասենք ատոմային տերության, ինչ-որ մեկ ատոմային տերություն չի ասի, ես ատոմային ռումբ եմ սարքելու, ու այն ատոմային տերությանը, որ ատոմային ռումբ ունի, ստեղծել է, մշակել է, նրա ռումբից խոսի, նրա բանից խոսի ու նրան էլ բանտեղ չտնի։ Ինքը կարող է ատոմային ռումբ ստեղծել կամ պահել կամ կիրառել, իհարկե չի կարող։ Անդրադառնամ Ռուսաստանին, մենք տեսնում ենք, որ իսկապես արդեն Հնդկաստանը, որ Ռուսաստանից լուրջ ծավալի նավթ էր առնում, արդեն Հնդկաստանն էլ իսկ դա հրաժարվեց Հնդկաստանն էլ ձեռք բերել ռուսական նավթ, իսկ դա նշանակում է, թե Ռուսաստան, որ ասում ենք, նավթ ենք հասկանում։ Այդ երկիրը ուրիշ ոչինչ չի կարող տալ աշխարհին։ Նավթ։ Արդեն մեկ էլ զենք էր ծախում արանքու մեջ, դե դա էլ բրձել է, դել որտեղից ծախի, կամ էլ զենքը արտադրում էր, էլի այն անունով այդ ուղիղները Ամերիկայից էր վերցնում, Չինաստանից էր վերցնում, այդ էլ չի կարողանում վերցնի։ Այսինքն զենք էլ չի կարողանում արտադրի։ Եվ Ռուսաստանի տնտեսության ճգնաժամը, արդեն ոչ թե ճգնաժամը, արդեն կործանում է։ Եթե Չինաստանն ու Հնդկաստանն էլ արդեն հրաժարվեցին, վերջ չեն առնելու, տանկերները թափառում են, արդեն Հնդկաստանը ռուսական տանկեր են նավթի արգրավում։ Եվ ռուսական նավթը անընդհատ դա չես կարող փակել։ Փակեցել էլ չես կարող։ Նա խողովակ ձմեռ է, խողովակների մեջ չի կարող, ինքը պետք է անընդհատ այդ նավթը հանի։ Հիմա ինչքան, չգիտեմ, 800 միլիոն բարել է, ես ինչքան արդեն տանկերների մեջ լցրել է, օվկիանոսում թափառում են, չի կարող տեղավորի։ Էլ ազատ տանկեր չունի, որ լցնի։ Իր այդ անգարներն էլ է լցրել, այդ անգարները մի 40-45 օրվա, ասենք ամեն օրվա հանածը, այդտեղ կարող են տեղավորել, դրանից հետո չեն կարող տեղավորել, եթե չվաճառվի։ Եթե հանգարց ինքը այդ process-ը չշարունակի, անդադ այդ նավթը չհանի, ձմեռը այդ խողովակները ուղղակի ուռելու են, պայթելու են, վտար է տեղի ունենալու։ Այսինքն ինքը անդադ նավթը հանի։ Բայց առնող չկա։ Եվրոպան հրաժարվել է, Չինաստանը խռովեց Վենեսուելայի հետ այդ բանը անելուց հետո, այսինքն Ռուսաստանը իսկապես կործանվում է։ Որպես թշնամի պետություն իհարկե նրա կործանումը, ասենք ինձ համար ձեռնտու է, որպես Հայաստանի թշնամի, որովհետև այն ինչ որ ինքը արեց մեր բանակի գլխին Արցախյան պատերազմի ժամանակ, այն որ այդ կոորդինատները Ադրբեջանին տվեց, այդ որ թիգունքից հարվածեց, այդ որ օդը բացեց, հետո փակեց, հետո բացեց, հետո չգիտեմ ես ինչ արեց։ Այդ նույն բանը հիմա տեղի է ունենում իր բանակի հետ։ Ինչ արել է մեր գլխին, իր գլխին է գալիս։ Ինքը էլ տեղ չունի Ռուսաստանը։ Բայց քանի որ Նիկոլն էլ իր հերթին ցույց տալով արևմտամետ, ասենք Ամերիկայի հետ, ասենք ատոմակայան պետք է սարքվի։ Օրինակ դա դիլը թղթի վրա բան է, ցանկություն է, դա առել չի որոշվել, որոշում չի դարձել։ Այսինքն ցույց տալ, որ ինքը Ամերիկայի հետ է, բայց ամեն ինչը Ռուսաստանի հետ է։ Եվ գնալով ավելացել է։ Նիկոլի այս 7-8 տարիների ընթացքում մեր
տնտեսական, քաղաքական, ամեն ինչը կապերը Ռուսաստանի հետ սերտ աճել է, ավելի սերտ է աճել։ Ինքն ասում է արևմուտք եմ գնում, բայց ամեն ինչ Պուտինի ձեռքին է։ Եվ Ռուսաստանի կործանումը ուզենք թե չուզենք մեր վրա ազդելու է։ Ուզենք թե չուզենք, որովհետև Նիկոլը ինքը այնպես է արել, որ մենք մնանք փլատակների տակ։ Ու այս Ադրբեջանի հետ նավթի, բենզինի, չգիտեմ, էներգիայի, ինչի համար է սա անում, որ ինքը այլընտրանք հետո ասի, բա դե հմ ինչ անեմ, որ Ռուսաստանը քանդվեց, ես մեղավոր եմ, որ ես չեմ քանդել։ Դե մոդիկ Ադրբեջանն է, ուրիշը չկա, Պարսկաստանի հետ էլ հետա վիճակը ծանրանում է, պատերազմ է սկսվելու, բա ինչ անենք, բա հո առանց բանի չենք մնալու, բա, ասիկը համոզելու է, այս իրավիճակից ելնելով, ավելի ու ասելու է, որ կա Ադրբեջանն է, չկա Ադրբեջանն է։ Եվ այս խաղը իրենց մոտ մինչև այս պահը ստացվել է։ Իսկ երբ որ դարձանք, կախվեցինք Ադրբեջանից, այն լարսը, որ Պուտինը պահում էր, այն գազը, որ սահմանի վրա կեսքին է, մտնում է մեր մոտ ավելի թանկ է դառնում, հասկանում եք։ Այդ Ալիևն ավելի լավ է օգտագործելու, որովհետև մինչև օրս Ալիևը մեզ սպառնում է։ Մինչև օրս մեզ սպառնում է Ալիևը։ Այսինքն սպասել լավ բան Ալիևից հնարավոր չէ։ Այդ որ հանկարծ մի երկու ցիստերեժան բենզին օգտագործեցիք, դա խայծ է։ Լավ բան Ալիևից։ Այդ մարդը քնում վեր է կենում, հային ուզում է տառապեցնի, սպանի, ոչնչացնի, վիրավորի։ Իսկ Նիկոլը տանելու է այնտեղ։ Հիմա հասկացեք, թե ինչ կարող է մեր հետ տեղի ունենալ։ Եթե մենք ազգովի միահամուռ, պետք է մենք պահանջենք, որ ոչ մի Ադրբեջան, ոչ մի Ռուսաստան, մենք պետք է դիմենք Եվրոպային, մենք պետք է դիմենք Ամերիկային։ Եթե մնացինք Ադրբեջանի հույսին, վերջ։ Վերջ, ուղղակի վերջ։ Իսկ ինչ վերաբերում է Պարսկաստանին, ես չեմ կարծում, որ օրինակ իսկապես Սև ամպերը ավելի շատ են կուտակվել Պարսկաստանի գլխին, այդ նույնիսկ Սիրիայից է զորամասերը, ռազմաբազաները Ամերիկան արդեն դուրս է բերում է էլի Պարսկաստանի ափերի մոտ, հասկանում եք, Իսրայելը ասում են մոտակա օրերին 2-3 օր, կսկսեն հարվածել։ Որքան էլ Ռուսաստանը զորավարությունների միտումով իր զորքը բերել է այնտեղ, կամ Չինաստանը չեն կարողանալու փրկել Իրանին։ Ես ոնց գցում բռնում եմ Իրանի այդ Խոմեյնին, Պուտինի պես քյալլագյոս չեն լինի։ Իրենց երկիրը չեն տանի Ռուսաստանի օրը գցեն, իրենց աչքի առաջ տեսան ինչ եղավ Պուտինի հետ։ Ես չգիտեմ, բոլորն ասեն պատերազմ է լինելու, ես հակված եմ, որ Պարսիկը մի քիչ այդքան էլ տենց, չգիտեմ, ինչու են դնում, ինքը տենց կդրիչ ցեղ չի էլի, տենց կռվող, չգիտեմ, հզոր։ Ես այդ կարծիքին չեմ Պարսկաստանի մասին։ Անկամ միջնադարերում, երբ որ իրենք են իշխել մեզ, էլի պատերազմի ժամ, թե պլուս հենց Գավգամելայի ճակատամարտում հայկական բանակներն են, որ Պարսկաստանի կողմից կռվում են, նրանք էին կռվի ելքը որոշում։ Պարսիկները փախնում էին, հայերը Մակեդոնացու զորքերին ջարդում էին։ Եվ այդ Պարսիկը չի փոխվել։ Իսկ մենք մնացել ենք նույնը, բայց մեր ուժերի վրա վստահ չենք։ Չգիտեմ որն է հիմքը։ Ռուսամետները որփանալու են։ Ես ուղղակի սպասում եմ տեսնեմ, թե Քոչարյանն ինչ որոշում է կայացնելու, Սամվել Կարապետյանը ինչ որոշում է կայացնելու։ Ոնց կարա Սամվել Կարապետյանի միլիարդները Պուտինի ձեռքի տակ ինքը գա հանգարց Հայաստանի օգտին բան անի։ Պուտինը հերը կանիցի։ Կամ Քոչարյանը, կամ Սերժիկը, կամ Նիկոլը սեղմվում է օղակը, պայթելու է։ Ուղղակի մեզ պետք է որ այդ քարյակից ազատվենք։ Արդեն 5-յակից, 6-յակից։ Մենք պետք է որոշենք, որ տարածաշրջանում ոչ Թուրքիա կա, ոչ Ադրբեջան կա, ոչ Ռուսաստան կա։ Պետք է այնց անենք, որ մեր շահերը արևմուտքում պաշտպանվեն։ Ոչ թե Նիկոլի պես գնա այնտեղ, ասի Ալիևը ոնց ուզում են այնց արեք։ Թող Ալիևի սրտով լինի։
ուշադրեք, Ռուսաստանը որքան ցավոտ ընկնի, ես կուզենայի, որ Պուտինը սատկեր կամ հեղաշրջում լիներ Ռուսաստանը որոշմանար, որտեղ այնտեղ նաև հայ համայնք կա։ Բայց ինձ համար կարևորը Հայաստանի Հանրապետությունն է, առաջնահերթ։ Առաջինը իմ հայրենիքն է։ Ուղղակի ցավում եմ, որ Նիկոլը կարողացել է այն թելերը, որ Ռոբերտն ու Սերժը sense ամուր Ռուսաստանի հետ կապել էին, նա ավելի է շատացրել այդ թելերը։ Պետք է խորանալ եւ տեսնել։ Մեր ամեն ինչն է նրանց հետ։ Բանկային համակարգով սկսած, կապ, տրանսպորտ, էներգիա, դե քաղաքականն էլ չասեմ։ Զգոն եղեք։ Մնաք խաղաղությամբ։